Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մենք շաբաթը կամփոփենք քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ եւ երևի կսկսենք ներքաղաքական իրադարձություններից, ընդ որում երբ որ պատրաստվում էի հաղորդման, մտածում էի, որ ինչպիսի որակումներ ու բառեր պիտի ընտրենք, որպեսզի մենք էլ չհայտնվենք Կոչուբաևի վիճակում, որովհետև շատ բարդ է հիմա չեզոք, բարեկիրթ, չափի մեջ անաչառ վերլուծություն անել, որովհետև այս իշխանությունը եւ իր սատելիտները եւ իր ենթակա ուժային կառույցները անցել են բոլոր հնարավոր թույլատրելի սահմանները, բոլոր կարմիր գծերը եւ պարզապես կարծես թե պատերազմ են հայտարարել մեր հասարակությանը, այսպես ասած։ Շաբաթվա ընթացքում մենք տեսանք, որ եւ եկեղեցու նկատմամբ տեղի ունեցավ հերթական գրոհը կարելի ասել եւ փաստաբանական համայնքի նկատմամբ վերջում շաբաթվա նաեւ իմացանք, որ մանկավարժական համալսարանի ռեկտորին են ձերբակալել, Իջևանի նախկին քաղաքապետին են ձերբակալել եւ գիտես մի տեսակ տպավորություն է, որ երկրում իշխանությունը վերածվել է ռեպրեսիվ գործիքի եւ ամեն ինչ անում է, որպեսզի հանրային լարումը, հանրային պառակտումը մեծացնի, ինչքան հնարավոր է շատ գործեր հարուցի, ինչքան հնարավոր է շատ մարդ կալանավորի, իդեպ վերջին 30 տարում երբեք այս չափի, այսքան կալանավոր չեն եղել բանտերում եւ ընդ որում վերջին 7 տարի նաեւ համաներում չի հայտարարվել Հայաստանում, այսինքն այս իշխանության միակ գործիքը մնացել է ռեպրեսիաները, քրեական օրենսգիրքը, պատիժը, վախը, սարսափեցնելը։ Դες մեծ հաշվով մենք քո հետ միասին կանխատեսել էինք, որ այո, իշխանության ռեպրեսիվ մեխանիզմը քանի գնա ահագնանալու է այդ թափանի թափ է հավաքելու, որտեղ դասական ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմին անցման ճանապարհը հենց այսպես էլ գնում է։ Եվ բոլոր այն մարդիկ, որ մտածում են, որ այս արհավիրքը ցունամին իրենց տան կողքով անցնելու է, իրանք չարաչար սխալվում են։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ հույս ունեն, թե կարելի է սրանց հետ պայմանավորվել կամ լուր մնալով հանկարծ սրանք մեզ կանտեսեն, այդպիսի բան գոյություն չունի, հա։ Նիկոլ Փաշինյանը հերթականությամբ կարծես թե գծագրով հասարակության բոլոր դեռ կարող ուժերին դիմադրության օջախները հերթով ինքը փորձում է վերացնել եւ մեկուսացնել, բայց ես ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնում, երբ է իր կատաղության մոլուցքը հատուկ ընդգծում, երբ որ դրսում հերթական նվաստացման օրինակն է ապրում, իդեպ մեր հերոստատիտողներին հիշեցնեմ, որ նրա այս ներքաղաքական սրացումները ուղիղ համեմատական են եւ կախված են Դուշանբեում եւ Եգիպտոսում հայտարարակ նվաստացումների հետ, որ ուղղակի չեմ անում ինչ մակարդակի մարդու պես չի կարողանում պատասխանել, գալիս է իր հերթը թափում է իր ժողովրդի վրա։ Կարծես թե մի հատ փոքրիկ երեխա լակոտի պես են վարվում նրա հետ եւ ուղղակիորեն նվաստացնում են, անունը չեն հիշատակում, Ալիևի հայրենակիցը տենց վիճակներով ուղղակի մի անկյունում գցում են, ինքն էլ այսպես ասած Վահանա օգտագործում, որ երկու հատ սելֆի լինի ու ասի տես ես միջազգային մակարդակի դեր եմ։ Միջազգային մակարդակի դերակատար Ալիևն է, որը եւ կեցվածքն է նայում, դիրքն է նայում, խոսույթն է նայում, հա, ոչն է նայում, ուղղակիորեն գետինն ես մտնում, որ դրա հակապատկերը ով է եւ ինչպես է իրեն։ Ընդ որում գիտես, ես մտածում եմ, երևի նաեւ ինքը գիտակցում է, որ մեր հասարակությունը հիմա ուժեղ կերպարի կարիք ունի, հա, ուզում է մի հատ այդպես թափով տղամարդու կերպար լինի, որին գնա ձայնը տա եւ վստահ լինի, որ երկիրը ամուր ձեռքերի մեջ է, պաշտպանված է եւ այլն։ Դրա համար է գալիս ներքաղաքական կյանքում այս ռեպրեսիաները իրականացնում։ Բարձրացրեցիր վերջերս, էլի հարցման արդյունքների հետ էի ծանոթանում, որտեղ ես այդ հակադրությունը ինձ աչքից առնեց, ուրեմն մեր հասարակության մեջ իշխանության քարոզչական այս մեխանիզմի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ հասարակության մեծ մասը մոտ 80 քանի տոկոս էր կազմում, ինչը ինձ համար խիստ մտահոգիչ էր, հակառուսականության ալիք մեծ, բայց միաժամանակ մոտ 1.5-2 ամսի տվյալներ եմ ձեզ ասում, հակառուսական հսկայական ալիք, այսինքն մեր հայ շարքային սպառողը, մեր քաղաքացիները այտենց ռուսացիացիության մեծ դոզայի ազդեցության տակ են։ Բայց երբ որ հարցնում են ասում են, օրինակ, ինչպիսի լիդերի կարիք եք տեսնում, երկու անուն անեն՝ Ստալին եւ Պուտին։ Ստալինիստները ավելի շատ են,
քանակական առումով պուտինիստները մի քիչ են, բայց հայ հասարակության ենթագիտակցության մեջ որպես ուժեղ լիդերի կերպար երկու ռուսական վարկերպարներ են Ստալինը եւ հուսով եմ որ Ստալինին չեն ասում այն իմաստով որ 37 թիվանի Հայաստանում ոչ ավելի շատ որպես ուժի որպես ամուր բռունցքի երկաթյա կարգապահության բերեմ այլ վիճակագրություն սրանց կառավարման վերջին 7 տարիների ընթացքում հանցագործությունների տասնապատիկ աճ է արձանագրվել, հա 67 թե քանի տոկոսանոց աճը դա նշանակում է որ մենք ուղղակի ապրում ենք բարդակի մեջ, ուղղակի բարդակ է, քաոս է բոլոր ոլորտներում եւ փոխարեն մարդկանց ներքին։ Այն որ արտաքին անվտանգությունը իսպար չեզոքացրեցին մենք ուղղակիորեն դեմ հանդիման թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հիմա բոբիկ կանգնած ենք, այդ փաստ է Արցախի օկուպացիան դրավար վկայ, բայց որ այն ներքին անվտանգության մասով է սրանք քաղաքացիների մեջ սուտ ֆիզիկական անվտանգության նաև ենթադրում եմ որ արդեն պետականորեն մշակված քաղաքականություն են վարում այսպիսի անհամաչափ ձերբակալություն նույն Կոչուբաևին չէ ինչպես են հատուկ հրահանգով օրը տասնյակ ուժայինների ներկայությամբ մարդուն ուղղակի բերնի վրա պարկեսնեն ասֆալտի եւ ընդհանրեն ինչի համար մի գրառում անելու համար մի անհասցե անանուն գրառում հետեւաբար սա կազմակերպված տերոր է հայ ժողովրդի դեմ իշխանությունը կիրառում է պետական ահաբեկչության բոլոր գործիքները, անխտիր բոլոր գործիքները։ Ուզում եմ մի փոքր ավելի մանրամասն խոսենք Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալության հետ կապված այդ դրվագի մասին։ Ուրեմն փաստորեն տես ինչ տեղի ունեցավ, հա, մենք ներկայացնենք գուցե լավ չեն հետևել մեզ լսողները։ Հանրայինի եթերում մի տեր Արամ գնում է հարցազրույց է տալիս, այդ հարցազրույցում sense ձեռի հետ ուղակի միջայլոց ասում է, որ 21 թվականին ինձ պարտադրել են, որ ես գնամ մասնակցեմ ընդդիմության հանրահավաքներին։ Հետո մի Դանիել Յոհաննիսյան, որին իմիջիալոց մեր Սիրունյան Ալիկը դատախազ նախկին ԿՊԱ-ական այսօր հայտ ասում է այն Երևան նախագծի Լորիսին է շատ նման ասում։ Հաղորդում է ներկայացնում իրավապահներին, ասում է որ այստեղ հանցակազմ կա, գնացեք քննեք, հա։ Եվ ուրեմն իրավապահները ինչ են անում։ Փոխանակ կանչեն Արամ այդ քահանային հարցաքննեն ասեն, «Մի պատմի տեսնենք ինչա տեղի ունեցել, երբ ա եղել»։ Այո, գնում են միանգամից Արագածոտնի թեմ, խոզարկություններ են անում բնակարաններում, քահանաների եւ հոգեվոր առաջնորդի միանգամից ուրեմն առավոտյան մի քանի ժամվա մեջ 10 քանի հոգու եւ թեմի աշխատակիցներ քաղաքացիական եւ հոգեվորականներին բոլորին հավաքում են, բերում են քննչական կոմիտե Երևանի ընդ որում չեն ասում թե որտեղ են ու թույլ չեն տալիս փաստաբանները որ անմիջապես նրանց մոտ մտնեն։ Մենք սկսում ենք զբաղվել, հետաքրքրվել, այս ինչա տեղ ունեցել, ինչի մասն է խոսքը, պարզվում է, որ ուրեմն քրեական օրենսգրքում կա մի հոդված, որը ասում է ձևակերպում այսպեսին է, որ հանրահավաքին մասնակցելուն պարտադրելը կամ նյութական շահագրգռության կամ պաշտոնական դիրքը չարաշահելով։ Հոդվածի հեղինակնով է։ Այո։ Նույն ձեր վերոնշյալ անձնավորությունը, այդ հոդվածի հեղինակն է։ Ընդ որում հոդվածը քրեական օրենսգրքում ներմուծվել է 2023 թվականին։ Այդ նույն հոդվածի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը խիստ բացասական արձագանք կատարել, որ դա ապուշություն է որակել, ինչ է նշանակում։ Յուրաքանչյուր հավաք ունի կազմակերպչական կոմպոնենտ, այսինքն եթե ես հավաք եմ անում եւ բեմի կայացման կամ ինչ-որ տրանսպորտի փոխանակման համար որից է մարդկանց ֆինանսավորում, ասում եմ, խնդրեմ, սա ձեր տրանսպորտը կգաք, դա նշանակում է, որ ես արդեն հանցագործ եմ։ Իհարկե, սա տոտալ, բայց նույն եկեղեցու հետ կատարվածը պետք է ավելի լայն կոնտուրով դիտարկել, որովհետև մենք պետք է ֆիքսենք, որ այս պահի դրությամբ 3 թեմերի առաջնորդներ, Տաոշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազան, նրանք բոլորը այս պահի դրությամբ գտնվում են բանտախցում եւ դա արվում է վեհափարի թևերը կտրելու նպատակով, որովհետեւ ինքը լավ գիտի, չէ, ուրիշ կերպ քան հրաժարականի ճանապարհով վեհափարին վեհարանից չի կարող խանել, գնում է կողքերը նոսրացնելու ճանապարհով։ Մի քիչ ավելի եթե պարզեցնենք, ուղղակի խնդիրը դրված է այդ կարևոր պետական ինստիտուտը ոչնչացնել, թուլացնել, ցույց տալ, որ տեսեք, ես կարող եմ հաղթել, հպատակեցնել այս մի ամբողջ եկեղեցի եւ մնացած ինստիտուտները մեխանիկորեն արդեն կանխատեսել իշխանության կանխատեսելի քարոզչական տեղեկատվական այ հենց մեր
այս եթերից առաջ ուշադրությանս հրավիրեց, որ ինքը արդեն կաթողիկոսի ձերբակալման իրավական հիմքերն է նախապատրաստում։ Համացանցում տարածվում է ձայնագրություն, որտեղ իբր թե հենց կաթողիկոսն է ասել, որ կամ պարտադրել է ընտանիքով մասնակցել հանրահավաքի, իսկ այդ հաղորդում էլի նույն ձեր վերոնշյալ անձնավորությունը էլի հաղորդում կնախապատրաստի եւ արդեն կփորձի։ Իդեպ ասեմ ձեզ, նաեւ Նիկոլ Փաշինյան ինքը սիմվոլիզմի գերի է եւ սիմվոլներով է երբեմն իր քաղաքականությունը վարում, իսկ հոկտեմբերի 27 այդ սիմվոլիկ օրերից մեկն է եւ ես չեմ բացառում, իհարկե Աստված չտա որ այդպես լինի, բայց վեհարանարանի վրա գրոհը հենց նաեւ այդ օրը կարող է գետ կազմակերպել։ Եվ գիտես ցավալին այն է, որ իրավաբանությունը դադարել է մեր երկրում գործել եւ ընդհանրապես իրավական ինստիտուտները սկսել են չաշխատել, քննիչ դատախազ դատավորները ուղղակի դարձել են թուղթ պատրաստող, թուղթ լրացնող ինչ-որ մարդիկ, որոնք միայն միջնորդություններ են տանում եւ կատարում են վերևից եկած հրահանգները։ Ու այս ամեն ինչի մեջ օրենքն է դադարել գործել։ Հիմա նայ, ենթադրվում է, որ եթե կա մեղադրանք, կա հաղորդում, պետք է լինի օրենքի խախտում, պետք է լինի պարտադրանք, պետք է մարդկանց հարցաքննեն, գոնե այդ ֆորմալ ձևը, ֆորմալ կողմը պիտի պահեն օրենքի։ Չկան դժողներ, չկան, ինչ-որ անհասցե է։ Մենք դրա դառը փորձը մեր վրա կրել ենք։ Պատերազմից հետո վերադառնալով անհասցե Facebook-յան կեղծ օգտատերի հրապարակած ստատուսի հիման վրա 5 տարի քրեական գործ այդպես էլ մնաց, մինչև այդ մեր Շուշիից իբր թե փախչելու վերաբերյալ, այսինքն մենք սեփական մաշկի վրա ենք զգացել սրանց այդ տեղեկատվական Այսինքն հիմա ցանկացած, այսպես ասած, կլաուզնիկ կարող է միտեղ մի հայտարարություն անել, մի հատ ելույթ ունենալ եւ դրա հիման վրա կարող են գործ ցանկացած կլաուզնիկ չէ, մենակ իրանց կլաուզնիկները, որովհետեւ կլաուզնիկներին այդ հնարավորությունները։ Եվ գիտես մարդիկ կասկածում են, ասում են այդ կլաուզնիկին հատուկ ուղարկում են, մի ուրիշ կլաուզնիկի ասում են կլսես ու հաղորդումը կներկայացնես իրավապահներին, ու գնաց, արդեն մեքենան սկսում է աշխատել։ Պրիմիտիվ են աշխատում, բայց շատ տոտալ են աշխատում եւ ցավոք սրտի գոնե այս պահին եկեք արձանագրենք, որ մեծ մասը ուղղակի դիտորդի կարգավիճակով են։ Երբ որ ասում են, որ օվերտոնի պատոհանները հենց այսպես են բացվում, երբ որ մի քանի ամիս առաջ աներևակայելի որ մեր ուղեղը չէր պատկերացնի իրադարձությունը, այսօր դառնում է սովորական շարքային, ուղղակի որպես էպիզոդ, որպես տեղեկատվություն նայում ենք եւ անցնում ենք մեր գործը։ Եվ հիմա ասենք օրինակ փաստաբանի, ճանաչված փաստաբանի նման ձևով ձերբակալել, բերման ենթարկել եւ 2 ամսվա կալանքի սանկցիա տալ են պարագային, որ ինքը ընդհանրապես մի հատ համակարգ է քննադատել, հա, առանց կոնկրետ անուններ նշելու, առանց հասցեավորելու։ Նույն հաջողությամբ հիմա այսինքն հիմա եթե լրագրողների հասցեին վատ բաներ են գրվում, կարող ենք մենք պահանջել, որպեսզի մեր մասնագիտական իրավունքները ոտնահարելու համար օրինակ քրեական վարույթ ասեցիր, այս դեպքում արդեն պետք է բոլոր այդ մասնագիտական հանրույթները լինեն սոլիդար, լինեն միասնական, լինեն պաշտպանված եւ իրենց պաշտոնակցի իրենց գործընկերոջ կողքին կանգնեն, իրար տեսա 1-2-ը արդեն գործադուլ են, փաստաբանական համայնքը դա մի քանի հազար մարդ է եւ մի քանի հազար մարդ, եթե դուրս գան իրենց գործընկերոջ շահերի պաշտպանությամբ, լրագրողական համայնքը մի քանի հազար է, հոգեվորականությունը 1000 եւ պլյուս հավատացյալ հսկայական ժողովուրդ, հա ուղղակի պետք է ընդվզել յուրաքանչյուր այս իշխանության կամայականությանը համարժեք արձագանք տալ, ուրիշ ճանապարհ չկա։ Մի քանի անգամ միշտ կրկնել եմ, որ սրանք միայն հետ են կանգնում, երբ որ մռութներին ցավոտ հարված են ընդունում։ Ուրիշ ճանապարհը սրանց հետ քաշվելու, հետ քայլ անելու գոյություն չունի։ Չէ, ես վստահ եմ, որ փաստաբանական համայնքը ինքան կայացած ու ինքնուրույն եւ համարձակ համայնք է, մեր շատ քիչ կայացած համայնքներից է մեր երկրում։ Հիմա արդեն տեղեկացանք, որ 25 փաստաբաններ գրավել են Կոչուբաևի պաշտպանությանը, արդեն կոչեր են հնչում գործադուլներ անելու, պայքարի մեթոդներ անել, փաստաբանների պալատի նախագահն էր մեկնաբանություն տվել, որ սա խայտարակություն է, չի կարելի։ Օրենսդրական փոփոխություն անեն եւ ընդհանրապես այդ դեպքում իրանք ստիպված գնալու են ազգային ժողով, մտնեն օրենսդրական փոփոխության, որ առանց փաստաբանի ներկայության իրենք կարան գործերը քննեն, ավարտեն ու վերդիկտը խփեն։ Թող այդպես անեն։ Աշխարհն էլ տեսնի, թե ես ում են ստընտունել, ես ում են կերակրել եւ ես ինչ մոնստր են աճեցրել ուղղակի իրենց թիկունք։ Հետո գիտեք, նաև պետք է մարդիկ հասկանան, որ իր ուժը հենց այս մեր
մեր վախի մեջ է, մեր զգուշության մեջ է։ Երբ որ մարդիկ չվախենան, հարմարվողականության մեջ է, իհարկե։ Հիմա տես ինչ են անում, օրինակ խաղի կանոն են, չէ, վերացնում, ըստ էության, եթե Կոչուբաևի գրառման տիպի գրառումը կարող է դառնալ քրեական գործի առարկա, ցանկացած մեկի գրառումը կարող են վերցնել ու քրեական գործ արել։ Յուրաքանչյուր պարզ է, չէ, տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր էպիզոդներով գրառումներ են արել իրենց այդ թվում եւ իր հենց ստատուսների տակ, եւ նույն դատարանների, դատախազների դեմ են գրում իհարկե։ Հատ գալու է այդ բոլորից, ինքը այդ վրեժը լուծի, բոլորին լցնի բանտեր, բայց ժողովուրդ, եկեք լավ հասկանանք, որ ոչ կալանավայրերն են անվերջ ռեզինային, չէ, այսինքն նորից եմ ասում, 1000-2000 հոգով, եթե մենք սինխրոնիզացված գործողություններ ենք անում, սրանց համակարգը կախում է, ուղղակի այդ համակարգը սկսում է չաշխատել։ Իսկ չաշխատելու դեպքում, խոճապի դեպքում, բնականաբար կամ մի փոքր բարոյականացման դեպքում, երբ որ յուրաքանչյուր հրաման կատարող մի հատ իր բարոյական պրիզմայի ներքով դիտարկի, արդյոք այդ հրամանը կատարման ենթակա է թե ոչ։ Վստահ եմ, որ կսկսի արդեն։ Տես լավ հիշեցրեցիր, Հայկ Ալոմյանը փաստաբան հարցազրույց է տվել մեզ, ասում է, որ Կոչուբաևի նկատմամբ արվածը դա խոշտանգում է անմարդկային վերաբերմունք է, եւ ասում է, ուզում եմ ես հիշեցնել այդ դիմակավորված տղաներին, որ խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը միակ քիչ հոդվածներից են, որոնց վրա վաղեմության ժամկետ չի տարածվում։ Ասում է, կարող է 70 տարեկան հասնեն, բայց այդ գործերը բացվի եւ իրենք նորից պատժվեն։ Այսօր չեն պատժվում, բայց հետո պատժվեն։ Այն որ հայկական Նյուրնբերգ լինելու է, ես կասկած չունեմ, ինչպես ֆաշիստների հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեցան եւ մենք տեսանք, որ այդ ծերունի զառամյալ ֆաշիզմի պարագլուխներ, որոնք կարողացել էին ճողոպրել հեռավոր լատինական Ամերիկաներում իրենց ծերությունը, բայց օր ծերության ապացուցվում էր, որ իրենք այդ մարդիկ են, իրանք իրենց պատիժը նորից 80-90 տարեկան զառամյալ ծերունիներ, բայց իրենց կատարած հանցագործությունների համար նվաստացած իրենց պատիժը վերջը թաքնված դժվարությամբ վախեցած իշխանության հրաման կատարողները պետք է իմանան, որ դատաստանի օրը գալու է, եթե ոչ մարդկային իրավական, ապա Լևոն Քոչարյանը գրել էր, չէ, ասում է Նիկոլները գալու են, գնալու են, բայց դուք մնալու եք դատավորներ, դատախազներ։ Պատասխան տակ, չէ, ձեր արարքների ցավը որն է, այդ նույն դատավոր դատախազները բոլորը 18 թվականից հետո ծնվածները չէ։ Դրանք նախկին ռեժիմի հլուհբատակ սազանդարներ, ծառաներն են եւ ոչնչացրեց համակարգը ոչնչացնելով համըդերձ, այսինքն այն ծառայամիտներին էլ ավելի ծառայամիտ դարձրեց, հա, ստրուկներին էլ ավելի ստրկացրեց, անկախներին էլ ազատեց, անինքնասերներին էլ ավելի անինքնասեր դարձրեց, չէ, եւ հատուկենտ մարդիկ, ովքեր դիմում գրեցին դուրս եկան եւ այլն, դրանք էլ գնում են, խնդրեմ, ընդդիմադիր ճամբար, բայց ընդդիմությունն էլ ցավոք սրտի լավ օրեր չի ապրում եւ այստեղ նույնպես մի մեծ էլի խնդրեմ գալիս է ու դա իրեն նույնպես առիթ է տալիս։ Մեր ընդդիմությունը այո շատ անելիք ունի եւ պիտի համարժեք դառնա։ Այս իշխանության ռեպրեսիվ մեքենայից ոչ թե պետք է վախենան, զգուշանան, ավելի զգուշավոր քայլեր անեն, այլ հակառակը իրենք սկսեն հարձակողական քաղաքականություն վարել։ Իհարկե ասում ենք, չէ, որ սրանց հետ, սրանց ազգային ժողովում գնալ, զուտ դակիչ աշխատել եւ այլն, քաղաքական ճգնաժամ չստեղծել, են հնարավորությունները, որ ընձեռված էր, որ ընդդիմությունը փորձեր սրանց լեգիտիմության վրա մի քար եւս խփեր եւ այլն թույլատներ, բնականաբար չունեցան, դրա համար սա օր-օրի հասկանում է, որ այս պահին քանի այս կողմը կազմակերպված է, կազմալուծված է եւ այլն, մի հատ հուշկու հարված հաս։ Դե հիմա տեսնենք, փաստորեն այս շաբաթվա ավարտին ունենք նշանակված հանրահավաք կա, մարդիկ լավ հնարավորություն է փողոց դուրս գալու, գնալու իրենց դժգոհությունը վրթովմունքը հայտնելու։ Մարդիկ պետք է ինքնակազմակերպեն այս շաբաթվա մեջ օրինակ հոգեվարականներ են կալանավորվել, փաստաբան է կալանավորվել, ձեր վերաբերմունքը պիտի արտահայտեք այդ ակցիաներին մասնակցելով։ Մեկը պետք է պայքարի դրոշակը առնի ձեռքը ու տանի, իմանալով հանդերձ, որ դաժան է լինելու, փշոտ է լինելու, բայց հաղթելու է նա, ով ավելի վճռական է, ով ավելի անկոտրում է, ով գիտի, թե հանուն ինչի է պայքարում, հա, այդ դեպքում եւ բոլորիս մասնակցության կարիքն է լինելու, հա, դա ոչ քաղաքական, այս կամ այն ուժը այդտեղ դիվիդենդ չպետք է հավաքի եւ ձեռքերը կրակի վրա տակասնի։ Սկսած հոգեվորականներից վերջացրած բոլոր շերտեր, հանրության բոլոր շերտեր պետք է ոտքի կանգնենք, որ փորձենք սրանց այս մի քիչ զսպենք գոնե, սրանց անմարդկային այդ գերբնական, անբնական մոլուցքը բոլորին ծնկի բերելու պետքա վերջ դրվի իհարկե։ Այո։ Եվ այս բոլորի հետ միասին, այդպես ինքը ամեն օր եթերը դուրս գալիս, սրտիկները նկարում, հա, ասում է ես ձեզ սիրում եմ, լավ օր եմ աղթում մարդկանց, ցույց է տալիս, որ ինքը այս
process-ների հետ կապ չունի։ Հարց են տալիս լրագրողները, ասում են, ինչպես եղավ, որ Փաշազադեի ելույթից անմիջապես հետո հոգևոր աշխարհի դեմ, ասում են, ես այդ ամեն ինչի մասին իմացել եմ լուրերից։ Լուրերը միացրեցի, իմացա, որ հոգևորականներ են կալանավորել։ Հա, բայց չունեմ ասելու, այդ լուրերը, բայց որ ալիքի լուրերն է, հարցրել եք, դեյազն ու ապագործակալությունը, ես վստահ եմ, որ իր աշխատասենյակում միացրած ալիքները ադրբեջանական TV-ների վրա եւ ալաշուքյուրը կարա ուղիղել հրանგი, բայց եթերով ասելա, սա հասկացել է, վայ, մեր տերերը ոնց որ ինձնից գործողություն են պահանջում։ Հունիսին, երբ որ էլի սրացում եղավ, հունիսի 27-ին, երբ որ էլի հարձակվեց եկեղեցու վրա, ինչին էլի նորից Փաշազադեի ելույթից կաթողիկոսը Շվեյցարիայում Արցախահայերի իրավունքների պաշտպանության միջազգային խորհրդաժողով էր նախաձեռնել, Փաշազադեն մեղադրեց հայ առաքելական եկեղեցու ռևանշիզմի նացիոնալիզմի մեջ հարված եկեղեցուն։ Հիմա էլ ասեցիր օրեր առաջ հրանգելա սրան, սա հիմա հարձակում է եկեղեցու վրա։ Պարզ տրամաբանական կապը, պարզ իցույց դրված։ Այստեղ եւ հետո այս մի տարվա մեջ քանի անգամ է տարբեր հարթակներում գնացել Ալիևի հետ հանդիպել։ Հանդիպում ես ինչ ես ստանում։ Ինչ ես ստանում քո պետության համար։ Քո 240 կիլոմետրից դուրս եկան Ադրբեջանի զինված ուժերը, դուրս չեն եկել։ Քո գերիներից որևէ մեկին, գետ մեկին ազատեց Ալիևը։ Ինչի մասին ես այդքան զրուցում եք արաբա-իսրայելական հակամարտության համատեքստում տեսանք, ինչպես են արաբները, ինչպես են հրեաները, իրենց յուրաքանչյուր գերու, յուրաքանչյուր աճյունի համար են դիվանագիտությունը ծառայեցնում։ Իսրայելը եկան համաձայնության հանձնեցին իրար պատանդներին։ Իսկ դու տալով է, որովհետև իր համար դա արժեք չի, իր համար գերին արժեք, հա, իհարկե արժեք չի, իր համար արժեք է սեփական աթոռն իշխանությունը քիչ թե շատ անվնաս պահելը։ Այդ անվտանգությունը ցավոք սրտի մեր ժողովրդի համար այսօր ապահովում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իր համար դրա համար հելու հնազան ենթարկում է նրանց կամքին, ուրիշ բան չկա։ Հիմա պետք է մեր ժողովուրդը ուղղակի ցույց տա, որ ինքը այդ ամենի հետ հաշտ չի։ Նույնիսկ եթե այսօր փողոց դուրս չի գալիս, բայց ինքը նաև ամեն վարքյան պատրաստ է պայքարել եւ այդ կայծին են սպասում, հա, մարդիկ սենց ասում։ Սրանք պետք է իմանան, որ իրենք ուղղակի կրակի հետ են խաղում։ Կրակի հետ են խաղում եւ ժողովրդի չգիտես որտեղ ոնց գուլն վզումը օթում ուղղակի կախված է։ Այս ատելության, այս նեգատիվիզմի, այս անելանելիության զգացում ինքը կարող է այնպես պորտ կա, որ իրանք ուղղակի մոխիրների վերածվեն ու չիմանան թե էս ինչ է։ Գիտես, գուցե նաև հակառակն էլ գոյություն ունի, հա, ինձ թվում է այդ դժգոհության, այդ իրենց հանդեպ վերաբերմունքի մասին տեղեկացվածությունն է նաև այս ցայտնոտին բերում, այս լարվածությանը, այս ռեպրեսիաներին, որ ինքը ոնց որ ասած ձեռքը փրփուրներին է արդեն գցում։ Ամեն ինչ էլ հնարավոր է, որ այո, կարող է նաև իշխանությունը երբեմն հենց այս իրավիճակից դուրս գալու ելքեր ունենա, այսինքն քաղաքակիրթ ոչ երկխոսության կուլտուրա ունեն, ոչ համերաշխության խոսույթ ունեն, ոչ ազգայինի, ոչ մի բանի համախմբման իրենք նպատակ չունեն, ոչ էլ կարողություն ունեն։ Դրա համար մնում է ավիրման մշակույթը, մահվան մշակույթը, որը տարածում է այրունախմությունը եւ այրունարբությունը, որից նա սահում է։ Այսպիսի տեսակ է։ Եվ տես հիմա արդեն պարակտումը հասել են Աշճանի, որ հասարակությանը տրամադրում է դատախազների դեմ, դատավորների դեմ, քննիչների դեմ, փաստաբաններին ու դատախազներին է իրար հետ կռվածնում։ Այո, բոլորը։ Բանի Կիլիկիայի կաթողիկոսությունը հայ առաքելական եկեղեցու հետ է պարակտում, հա, անընդհատ է պարակտողական process-ը։ Հատուկ կառավարության լրահոսում, չէ, հաղորդագրությունը։ Փոխանցել է օրհնությունը եւ այլն։ Պարզվում է, որ այս կողմից մարդիկ եկել են փորձեն բանակցեն հաշտեն, բայց նորից իրանք խիստ այդ գուցե եկեղեցական էթիկետի շրջանակներում որ համերաշխության, հա, հնազանդության, այդպես եղբայրական սիրով փորձել սրա հենց լեզու գտնել, բայց իրանք չգիտեն, որ ուղղակի սատանայի հետ գործ ունեն։ Իսկ սատանայի հետ գործիքա կազմը եկեղեցի ջան։ Բա դուք չգիտեք 1700 տարի չարի դեմ պայքարել եք։ Չարի դեմ, սատանայի դեմ Աստվածաշնչում գրված են գործիքները, ուր են այդ գործիքները, հարգելիներս։ Դրանցով պետք է պայքարել։ Սրտի, այո, այս մի դաշտը չի միավորվում, իսկ իրենք շատ միավորված, միասնական պայքարում են։ Ագրեսիվ փոքրամասնությունը իրենք խիստ միասնական են գործում, խիստ տոտալ են գործում։ Իրանք այս տարիների ընթացքում եւ դրսին նաեւ գումարների շնորհիվ ստեղծել են 100,000-ավոր, արդեն կարող եմ ասել 100,000-ավոր ցանցային, այսպես ասած, բջիջներ, որոնք այսօր վիրտուալ տարածքում հողի վրա թելադրում են ինչ-որ հասարակական կարծիք։ Եվ այդ հասարակական կարծիքի դեմ պետք է առնել
դժգոհ ենք ինչ որ բանից, դժգոհ ենք, պետք է գործողություն անենք, պետք է բարձրաձայնենք, մեր խոսքը ասենք, խնդրում եմ ժողովուրդ, մի վախեցեք։ Վախենալու առանձնապես ովքեր են իրենք նայում անհատապես նստում են հենա Միքայել Աջապահյանը անհատապես նայում ես ախր ոչինչ են, չէ։ Իհարկե, այսօր անկեղծ եմ ասում, ես հոգեբանորեն ինձ շատ վատ եմ զգում, որ իմ հոգևոր հայրեր, մարդիկ արժանապատիվ ազնվազարմ հայեր նստած են բանտում, ես այսօր փողոցում քայլում եմ, ինչի համար։ Իսկ դա ինչ նշանակում, դա մղում է փողոցում գտնվողներին այնպիսի գործողությունների, որ հետ չմնան իրենց հայրենակիցներից, որոնք այսօր անարդար բանտում են։ Այսա թող իրենք լավ իմանան։ Կամ մենք իրենց կամ իրենք մեզ, կամ մենք իրենց կամ իրենք մեզ։ Մենք իրենց, իհարկե։ Հուսամ, որ այդպես էլ կլինի։ Շատ լավ, այսօր այսքանը։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։